Ողջույն սիրելի հետևորդներ, հարգելիներս այսօր պահածոյացրել եմ անուշաբույր և շատ համեղ բալի կոմպոտներ։ Բալերը հավաքելուց հետո մի քանի անգամ լավ լվացել եմ հոսող ջրի տակ, այնուհետև լցրել եմ քամոցը, որպեսզի քամվի և քամոցում թողել եմ մոտավորապես 1 ժամ։ Մինչ բալերը կքամվեին, այդ ընթացքում գազօջախին եմ դրել կաթսայով ջուրը։ Քանի դեռ կաթսայով ջուրը գազօջախի վրա տաքանում էր, այդ ընթացքում ես պատրաստեցի տարաները, դրանց մեջ լցնելով բալերը։ Յուրաքանչյուր 3 լիտրանոց տարայի մեջ լցրել եմ մոտավորապես 700 գրամ բալ։ Երբ որ գազօջախին դրված կաթսայ ջուրը բարձրացավ եռման աստիճանի, ավելացրեցի շաքարավազը և փայտե գդալով խառնեցի այնքան ժամանակ, մինչև որ շաքարավազը ամբողջությամբ լուծվի։ Հարգելիներս, իմ կաթսայ տարողությունը 20 լիտր է և 20 լիտր ջրին ես ավելացրել եմ 2 կգ և 100 գրամ շաքարավազ։ Շաքարավազը ավելացնելուց հետո, երբ որ ջուրը սկսել է լավ եռալ, լցրել եմ տարաների մեջ և պահածոյացրել նախապես 10 րոպե եռացրած կափարիչներով, այնուհետև ծածկել եմ տաք սրբիչներով, թողել 2 օր, հետո տեղափոխել մառան։